Երբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին լուրը վերածվում է լռության, իսկ մարդկային կյանքերի կորուստը անպատասխան, հարցերի առաջանում է ամենավտանգավոր զգացումը՝ անարդարության։ 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգությունը խլեց 2 երիտասարդ կյանք, ջավախահայ ամուսիններ հենց վթարի պահին ցավոք մահացան։ Սակայն դժբախտ պատահարի ցավից ոչ պակաս ծանր է այն հանգամանքը, որ մինչ օրս չեն տրվել հստակ պատասխաններ, ինչ է իրականում տեղի ունեցել այդ օրը եւ արդյոք քննությունը գնում է ճշմարտության բացահայտման ճանապարհով թե ոչ։ Սա ոչ միայն երկու մարդկային ճակատագրերի մասին է, այլ նաեւ իրավական գործընթացի, որի շուրջ կուտակվում են լուրջ կասկածներ՝ անաչառության, լիարժեքության եւ օրինականության վերաբերյալ։ Մահացած ծնողների 3 մանկահասակ երեխաների ճակատագիրը, նրանց ընտանիքի պայքարն ու փաստաբանի բարձրաձայնած ահազանգերը ստիպում են բարձրացնել 2 կարևոր հարցադրում։ Արդյոք այս գործով իրապես իրականացվում է արդարադատություն։ Եվ եթե իրականացվում է, ապա ինչու տուժող կողմը որևէ կերպ չի ստանում իր հարցերի պատասխանը։ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվեցին Վրաստանի քաղաքացի ջավախահայ ամուսիններ Սևակ Վարդանյանը եւ Անի Ելոյանը, որը դեպքի ժամանակ հղի էր։ Թեպետ դեպքից անցել է բավական ժամանակ, փաստաբան Ղևոնդ Պապոյանի ահազանգը վկայում է, որ գործով իրականացվող նախաքննությունը չի համապատասխանում անաչառության, լիարժեքության եւ արդյունավետության սկզբունքներին։ Փաստաբանի ներկայացմամբ կան հիմնավոր կասկածներ, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից ավտոմեքենայի իրական վարորդը փոխված է։ Համացանցում տարածված մի շարք տեղեկությունների համաձայն ավտոմեքենայի ղեկին պատահարի ժամանակ եղել է անչափահաս։ Այս հանգամանքը խոսում է ոչ միայն առանձին իրավախախտման, այլև համակարգային խնդրի մասին, երբ հնարավոր փորձ է արվում աղավաղել փաստերը պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Արդյոք ներկայացված այս տվյալները կարող են համապատասխանել իրականությանը, ինչ է իրականում տեղի ունեցել դեպքի օրը։ Կնոջ հոր հետ մեր զրույցը բացահայտում է այս ողբերգության մարդկային ամենացավոտ կողմը։ Տղամարդը խոսում է կոտրված ձայնով, հաճախ լռում է բառեր գտնելու համար։ Նրա համար սա պարզապես իրավական պայքար չէ, այլ ամենօրյա ցավ, որը չի մեղմանում։ Երիտասարդ ծույլքերը ամուսինը խոփանք էր տար, արտաքին աշխատանքով էր զբաղված, ինքը տան տնտեսուհին էր, իրեն փոքր երեխան 2 ամսական էր, դեպքի ժամանակ երեխան կուրս կուտեր գա։ Դեպքոր պատահավ երեխան 2 ամսական էր, կուրս կուտեր գա։ Իրեն կյանացել էին լեննական ամուսնուն աղբորը տեսությամբ։ Հարավոտ շուտ բերին մեր տունը երեխեքին, իրենք նոր կյանացին։ Ու այդ դեպքը պատահավ այդ ժամանակ։ Փաստաբան Պապոյանի խոսքով փորձագետներին ներկայացվել են սխալ եւ թերի տվյալներ, ինչի հետևանքով տրվել են թերի եւ անհիմն եզրակացություններ։ Սա լուրջ հարված է արդար դատաքննության իրավունքին, քանի որ փորձագիտական եզրակացությունները քրեական բարույթում ունեն առանցքային նշանակություն եւ հաճախ դառնում են դատարանի համար հիմնավոր ապացույցներ։ Ամենից վտանգավորն այն է, որ ստեղծվում է տպավորություն գործի իրական հանգամանքները կոծկելու եւ տուժողների ավտոմեքենային բախված տրանսպորտային միջոցի վարորդին անմեղ ճանաչելու փորձի մասին։ Փորձագետներին ներկայացվել է թերի սխալ տեղեկություններ, որը որ ըստ էության մեր կարծիքով նպաստել է թերի անհիմն եզրակացության տրվելուն, այսինքն մեղավորության հետ կապված պատահարի մասով թե ով է եղել մեղավորությունը, ով է եղել այդ պատահարի մասով։ Եվ նաև մեր մտահոգությունն այն մասին է, որ փորձագետների կողմից մեր կարծիքով իհարկե, որ սխալ հաշվարկներ են կատարվել, որը որ ըստ էության դարձյալ հանգել են սխալ եզրակացության։ Այսինքն համանման փաստական հանգամանքներով այլ փորձագիտական կենտրոններ նման պատահարի մասով կատարում են այլ հաշվարկներ, բայց այդ եզրակացությունները համադրելով այս եզրակացության հետ գտնում ենք, որ դա տարբերություն կա եւ այդ մասով եւս մեր կասկածները հիմնավորվում է, որ անաչառ քննություն չի կատարվում։ Հետևաբար այս բարձրաձայնելով այս խնդիրը ուզում ենք, որպեսզի այս գործով իրականում կատարվի անաչառ օբյեկտիվ քննություն, նաեւ դա դժողների խնդրանքն է, որ բարձրվի իրականությունը, նախաքննական գաղտնիք չհրապարակելու արգելքով պայմանավորված
Այս պահին վարույթի այս փուլին հարկ եմ համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները ոչ անաչառ քննության հետ կապված, որը որ ըստ էության հետևյալն է։ Տեսեք, նախ ասեմ, որ դիմել են գլխավոր դատախազին, որպեսզի Շիրակի մարզային քննչական վարչությունից վարույթի քննությունը այլ մարմին տեղափոխելու խնդրանքով դեռևս պատասխանը չենք ստացել եւ մեր մտահոգությունները եւ փաստերի համադրությունը նրանում է, որ ըստ էության ոչ անաչառ քննություն է կատարվում, քանի որ նախ մեր մտահոգությունը պայմանավորված է նրանում, որ պատահարի մասնակից մեքենան տվյալ վարույթի տարածքի բնակիչ է եւ որևիցե կերպ չի բացառում քրեական վարույթով ազդեցությունը։ Կան վարույթով հիմնավոր կասկածներ, որ պատահարի տրանսպորտային միջոցի պատահարի մասնակից մեքենայի վարորդը փոխված է, այսինքն չի եղել այն վարորդը, որը որ վարույթով անցնում է։ Այդ կապակցությամբ կան հրապարակումներ, հետեւաբար այդ հրապարակումները նպաստել են մեր կասկածին եւ անաչառ քննության հետ կապված։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով մենք դիմեցինք նաեւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Վարույթ իրականացնող մարմինը մեր հարցերին ի պատասխան ներկայացրեց հետեւյալը. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում կան նախաձեռնված քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ողբերգությունը ունի նաև ծանր սոցիալական հետևանքներ։ Մահացած ամուսինները թողել են 3 մակահասակ երեխաների։ Փոքրիկներից մեկը պատահարի պահին եղել է ընդամենը 2 ամսական, մյուսը 1.5 տարեկան, իսկ ավագը 7 տարեկան։ Այսօր երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի եւ նրանց դաստիարակությամբ ու ապրուստով մեծ դժվարությամբ զբաղվում են պապն ու տատը։ Ունեցել են 3 մանկահասակ երեխաներ, պատահարի պահին մի երեխան եղել ընդամենը 2 ամսական, մյուսը տարի ու կես, մյուսը երրորդը 7 տարեկան։ Այս պահին մնացել են ընդամենը որբացած են անապահով տատին ու պապին են խնամում այդ երեխաների հետ կապված, շատ հոգեբանական դժվար վիճակում են գտնվում եւ անընդհատ սպասում են, որպեսզի այս գործով անաչառ օբյեկտիվ քննություն կատարվի։ Դեպքի ժամանակ 2 ամսական էր, միջնեկը աղջիկը տարի 2 ամսական էր, մանչը 6 ամսական էր, մանչը կեշտարգը 6 տարեկան էր, մանչը կեշտարգը մանկապարտեզ, դետսկի սադ կեշտարգը, հիմի արդեն այս տարի դաբրոց կեշտարգը, մանչուն մենզինը շատ ծանր է հոգեվիճակը, ամեն անգամ մորը կուզա, ամեն անգամ մորը կհարցնի։ Մահացած հղի կնոջ մայրն ու հայրը սեփական տանիքին ու առողջական խնդիրներին հակառակ իրենց վրա են վերցրել ծնողական ամբողջ պատասխանատվությունը, սակայն ամենաբարդը ոչ թե ֆիզիկական հոգնածությունն է, այլ արդարության, բացակայության զգացումը։ Ես աշխատանք չունիմ, իմ տիգնս չունի, իմ մանչս չունի, իմ հարսս չունին աշխատանք։ Մեր տունը արդեն 8 հոգի ենք, իմ մանչը նշանված է ունի մի աղջիկը, մեր տունը 4 երեխա են, մենք ամեն ինչն հասնենք, շատ դաժը սեփական երեխոցեն ավել կենենք մենք այդ երեխեքին, չենք թողնոր իրենք նեղվին։ Հիմնական մտահոգությունն է, որ չկատարվի չլինի այնպես, որ իրականում փորձ արվի թաքցնել, կոծկել իրական հանգամանքները եւ հասնել նրան, որ ըստ էության մեղավորությունը այլ կողմ թեքեն, այսինքն պատահարի մասնակից իրական վարորդը չհամարվի, ինձ մտահոգությունն է, որ չհամարվի մեղավոր։ Իմ պահանջս միադն է, որ արդար քննադատություն են լինա, երեքատ որբ երեխա է մենացել, իրենք ջահել գնացել են ու արդար պահանջ է իմս, ես ուրիշ պահանջ չեմ կենա ունենա, բացի արդարությունն։ Հանրային վերահսկողությունը, անկախ լրագրողական ուշադրությունն ու իրավապաշտպան կառույցների ներգրավվածությունը կարող են դառնալ այն գործոնները, որոնք կապահովեն, որ 2 երիտասարդ կյանքի կորուստը չմնա անպատասխան, իսկ որբացած երեխաների իրավունքները չմնան անտեսված։ Արդարադատությունը չի կարող լինել ընտրովի, այն կամ կա բոլորի համար, կամ վտանգված է յուրաքանչյուրի համար։